Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյան, քանի որ հեղինակները չեն ներկայացրել առաջարկ հարցեր չեն կարող լինել, ուստի խնդրում եմ մանրամասն ներկայացնել նախաձեռնությունը։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այս օրենքի նախագծի համար հիմք են հանդիսացել բազմաթիվ այն դեպքերը, երբ հիվանդների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները ենթարկվել են բռնության, ծեծի, վիրավորանքի։ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն միայն 2023-25 թվականների ընթացքում բուժաշխատողների բռնության ենթարկվելու 27 դեպք է արձանագրվել, եւ սա միայն արձանագրված բռնության դեպքերն են, պարզ է, որ մի քանի տասնյակ 100 անգամ ավել են այն դեպքերը, երբ խոչընդոտվում է նրանց մասնագիտական աշխատանքը կամ սպառնալիքներ են հնչում։ Հաշվի առնելով այս ցավալի վիճակագրությունը, առաջարկում ենք խնդիրը լուծել քրեական պատասխանատվության սպառնալիք նախատեսելով։ Առաջին ընթերցման ժամանակ, նաև հնչած հարցերից եւ քննարկումների ժամանակ խոստացել էինք այս ընթացքում լրամշակել նախագիծը եւ նախագիծը որոշակի փոփոխության է ենթարկվել, լավարկվել է եւ այս քննարկումների արդյունքում ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թե իրավակիրառ մարմիններին քննարկումների մասնակցության համար, թե մեր գործադիրի գործընկերներին եւ թե հատկապես համահեղինակ պարոն Վարդանյանին։ Եվ այսպես առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 187.1 հոդվածով, որով բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտել է, որը պացիենտի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծել, պատժվում է տուգանքով, առավելագույնը 10 պատիկի չափով կամ հանրային աշխատանքով, առավելագույնը 100 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ, առավելագույնը 1 ամիս ժամկետով։ Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտել է, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով, պատժվում է տուգանքով, առավելագույնը 20 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 100-ից 200 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով։ Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեության ցանկացած եղանակով խոչընդոտել է, որի արդյունքում պացիենտի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ պացիենտին անզգուշությամբ առաջացրել է մահ, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Այս օրենքով մեր քրեական օրենսգիրքը լրացվում է լրացմամբ ոչ միայն մեսիջ ենք մենք ուղարկում մեր հանրությանը, այլև այս օրենքի ընդունմամբ լուրջ կանխարգելիչ գործիքակազմ ենք առաջ բերում, որպեսզի պաշտպանենք այն անձանց իրավունքները, որոնց իրավունքների չպաշտպանելը վտանգում է այլոց կյանքն ու առողջությունը։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, պետք է նշեմ, որ նախագիծը, ինչպես միշտ եմ նշում, բավականին սպասված նախագիծ է, ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներից այս նախագծով հանդես գալու համար, պետք է նշեմ, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթացքում բավականին մանրամասն քննարկվել է, ինչպես աշխատանքային քննարկումների ժամանակ, այնպես էլ հանձնաժողովի նիստի ընթացքում, այնպես որ կոչ եմ անում այս անգամ ևս կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից զեկուցող արտադրության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյան, համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես Տիկին Հակոբյանը նշեց, այո, մենք ունենք մտահոգիչ վիճակագրություն եւ պետության պարտականությունն է այդ արատավոր երևույթին վերջ տնելու եւ մեր աշխատանքային քննարկումների ընթացքում էլ կառավարությունը հայտնել է իր համաձայնությունը
մեր ազգային ժողովի գործընկերների նախաձեռնությանը եւ մենք էլ գտնում ենք, որ քրեաիրավական լրացուցիչ գործիքակազմը կնպաստի այս արատավոր եւ վտանգավոր երևույթին կանխարգելմանը եւ այս նախագծի շահառուները ըստ էության ոչ միայն բուժ աշխատողներն են, հենց որոնց իրավունքների պաշտպանությանն է միտված, այլ նաեւ բուժ ծառայություն, բուժ սպասարկում ստացող այն բոլոր անձիկ, որոնց անուղղակի նաեւ ազդում է ուրեմն բուժ ծառայող աշխատողների նկատմամբ կիրառվող բռնության եւ բռնության դեպքերը։ Գտնում ենք, որ անհրաժեշտությունը առկա է եւ խնդրում ենք նաեւ նախագծին կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար գրանցում։ Համեցեք։ Ամագրացան համեցեք։ Շնորհակալություն, ողջունում եմ Եղեգնաձորի դպրոցի սաներին, շատ ուրախ եմ, որ ազգային ժողովը մասնակցում են նիստին եւ նախագծի վերաբերյալ կցանկանայի մի փոքր քննարկում անել, նախագիծը ամբողջովին կողմ եմ եւ ընդունում եմ եւ ճիշտ է եւ անհրաժեշտ է, բայց այնուամենայնիվ հարց առաջամ, իմ մոտ հարց կա, թե օրինակ արդյոք ճիշտ ենք անում, որ դա առանձնացնում ենք, որ կոնկրետ բուժաշխատողների հետ կապված, որովհետեւ օրինակ Արդյոք դա նշանակում է, որ կարելի է ասենք պարզ քաղաքացիների նկատմամբ, պատշաճի նկատմամբ, տնտեսագետի, դասախոսի նկատմամբ, մանկավարժի նկատմամբ կարելի է նոր սանկցիաներ ավելացնել, որովհետև մենք նայել ենք բռնությունը, որ ամեն դեպքում բոլոր հնարավոր ձևերով դատապարտելի է եւ քրեական օրենսգրքում տեղ ունի դա։ Իսկ եթե մենք բուժաշխատողներին առանձնացնում ենք, իհարկե հասկանում եմ կարևորությունը, որովհետև դա առաջին անհրաժեշտության, կարծես թե կյանքի մահվան հետ կապված խնդիր է, բայց օրինակ կարծում եմ, որ մանկատներում մանկավարժի աշխատանքի նկատմամբ բռնություն կամ հենց սաների նկատմամբ բռնությունը արդյոք առանձնացման կարիք ունի, թե չէ։ Այստեղ մասնագիտական, խտրական վերաբերմունք կա, թե չէ։ Նորից եմ ասում, նախագծին ամբողջովին կողմ եմ եւ կողմ եմ քվեարկելու։ Ձեր եզրափակիչ ելույթում խնդրում եմ անդրադառնալ այս հարցին։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք։ Ոչ։ Պատգամավոր բանը հարցնում, եկեք պատասխան եք խնդրում։ Այս այն դեպքն է, որ ես եմ պահանջում եզրափակիչ ելույթ, համեցեք։ Շնորհակալություն պարոն Բագրատյան հարցի համար, ըստ էության տեսեք, սա այն առանձնահատուկ դեպքերից է եւ լրացուցիչ պաշտպանության ենթակա ուրեմն բուժ աշխատողները, որոնք առանձին մի կոնտինգենտ են, որոնք ոչ թե ես ասացի, այստեղ ոչ միայն բուժ աշխատողի իրավունքների պաշտպանության մասին է, այլ առավել եւս այն բոլոր անձանց, ում առողջության պաշտպանությանը միտված է բուժ աշխատողների բժշկական հանրույթի ուրեմն աշխատանքը։ Մենք ունենք քրեական օրենսգրքում տարբեր հանցակազմեր, որոնցում որպես ուրեմն ծանրացնող հանգամանք առկա է անձի պաշտոնական դիրքով պայմանավորված նրա նկատմամբ ուրեմն ծառայողական պարտականությունները կատարելու նկատմամբ դրանով պայմանավորված նրա նկատմամբ բռնությունը, այսինքն միայն բուժաշխատողների նկատմամբ չի, որ սա քրեական օրենսգիրքը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում, բայց լրացուցիչ նոր առանձին ուրեմն հոդվածի նախատեսման նպատակը այն է, որ այս արատավոր երևույթին դեմ պայքարին ավելի կշիռ հաղորդենք։ Մենք ունենք նաև առանձին ուրեմն հանցակազմեր, քրեական օրենսգրքով նախատեսված, օրինակ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ունենք հանցակազմեր, ուրեմն որոշակի իրավիճակներում քննիչի, դատախազի, դատավորի, փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, այսինքն քրեական օրենսդրությունը գնում է այն ուղղությամբ, որտեղ կա խնդիր։ Եթե չունենայինք մենք այս արատավոր պրակտիկան եւ մտահոգիչ վիճակագրությունը, գուցե այս հարցը չծագեր, ինչպես չի ծագել ամբողջ այս ժամանակահատվածի ընթացքում։
բայց քանի որ ունենք արդեն վիճակագրություն, որը մտահոգիչ է, ուրեմն ստիպված ենք նաև դրան լուծում գտնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։